քիչ նկատելի է Արցախից բռնի տեղահանվածների հետ վերադարձի թեման կամ նրանց վերաբերող խոսույթը։ Մեզ հետաքրքրում է արդյոք ձեր օրակարգում կա նման թեմա, արցախցիների հետ վերադարձի թեման եւ պատճառը ինչու է ընդդիմադիր դաշտում նվազում այդ խոսույթի գեներացումը, քանի որ մի որոշ ժամանակ առաջ դա բավականին լայն թափ էր ստացել։ Երկրորդ թեման իշխանությունը ընդդիմությանն է մեղադրում, մասնավորապես դաշնակցությանը, քանի որ մենք այստեղ ներկայացուցիչներից չունեցանք հնարավորություն հարց ուղղելու, ուղղեմ, եթե պատասխանը ունեք, կարող եք ասել։ Լեռնային Ղարաբաղը հայաթափելու մեջ, այսինքն դաշնակցությունը ինչ որ ժամանակ իշխանություն փոխվեց եւ այլն, երեք էր խոսվում այդ թեմայով, եթե նմանատիպ հարցի պատասխանը ունեք, խնդրեմ ասեք։ Հետաքրքրական է, որ երկու հարցն էլ ինձ չէր վերաբերվում, փաստացի, հեսա կբացատրեմ ինչի, բայց փորձեմ ամեն դեպքում պատասխանել։ Առաջին հարցի հետ կապված, ես չգիտեմ, թե ընդդիմադիր որ շրջանակներին նկատի ունեք Հանրապետական կուսակցությունը Հայաստանի պարլամենտական ընդդիմադիր պարլամենտում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունն է եւ մեր վերջին համագումարի բանաձևում առանձին կետով խոսվում է Արցախահայերի, Արցախում բնակվող հայերի վերադարձի իրավունքի մասին։ Ու ես կուզենայի օգտվելով հնարավորությունից, որ կառավարությունում բեմադրվող շոու ծրագիրը ենթադրում եմ ավելի հետաքրքրական է, քան այս չեպազրույցը, մի քիչ ավելի շատ ժամանակ կտրամադրեմ այդ հարցի։ Տեսեք, ինչ է ասում այսպես կոչված իշխանությունը։ Իշխանությունը ասում է, այ որ դուք խոսեք իրավունքի մասին, Ադրբեջանը այ։ Իրանք այս մի քանի տարի է ոչ Արցախ բառն են ասում, ոչ ինքնորոշման իրավունք են ասում, ոչ արցախահայերի վերադարձի իրավունք են ասում, որոնք իրավունքներ են ֆիքսված, թե միջազգային իրավունքով, թե քաղաքական բարձրագույն ուժ ունեցող փաստաթղթերով։ Ինչը դրանից փոխվում։ Մի ամիս առաջ Ադրբեջանը էլի մի արշավ էր սկսել մի քանի օրանոց։ Ես չեմ ուզում հայկական ինֆորմացիոն դաշտ բերել այդ ամեն ինչը, բայց տարբեր կալիբրի չինովնիկներով, տարբեր դա գոնգո է կոչվում, պետական ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունների միջոցով, բյուջետային է, տողով բյուջետային ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունների միջոցով, նորից խոսում էր ինչ-որ ցնդաբանություններ մեր հայրենիքի հետ կապված, ինչ-որ գոյություն չունեցող թվեր էր հնչեցնում եւ այլն։ Ես կարող եմ հասկանալ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացուն, ով ջարդված, խայտառակ կառավարմամբ պատերազմից եւ դրա արդյունքներից ճնշված կարող էր ասել. լավ, հլը տասեք տեսնենք այս Փաշինյանի առաջարկածը ինչ է, փորձենք։ Դրա համար կար 5 տարի։ Բոլորս տեսնում ենք, որ այդ ճանապարհը անօգուտ է։ Ինչքան ուզում է չասես, միևնույն է Ադրբեջանը խոսալու է թե ցնդաբանությունները փախստականների հետ կապված, թե Սևանի հետ կապված, թե Երևանի եւ այլն։ Ոչ մեկ չի ասում, որ դա պետքա այս պահին նախապայմանի տրամաբանությամբ պահանջատիրական, ագրեսիվ ռետորաբանության մաս լինի, բայց հրաժարվել այդ իրավունքից Փաշինյանին ոչ մեկ իրավունք չի տվել։ Ուստի այդ պսևդո կապը, գոյություն չունեցող կապը, մենք չխոսենք, որ իրանք չխոսեն, իրականություն չի, ու մենք դրանում ամեն օր համոզվում ենք, ամեն օր։ Ձեր առաջին հարցի հետ կապված, չգիտեմ ում էր վերաբերվում հարցը, հանրապետականի է, վերջին ամենամեծ քաղաքական իրադարձությունը եղել է մեր 18-րդ հերթական համագումարը, որի բանաձևի մեջ ձեր հարցի պատասխանը կա, ոչ ինքը մեր համար երբևէ չի դադարել լինել առաջնահերթություն։ Երկրորդ հարցի հետ կապված, նորից մեզ չի ուղված, բայց այնուամենայնիվ ես կպատասխանեմ։ Ձեռ են առնում մեզ։ Չէ լուրջ, Փաշինյան ենք ձեռ են առնում։ Իրանց կառավարման օրոք ստորակետ պատճառով Արցախը գրավվել է եւ հայաթափվել։ Դե եթե հանկարծ եւ այլն, դուք շնորհավորեցիք, դուք ուղիղ
6 օր այսինչ կուսակցության ղեկավար ներազգային ժողովի նախագահ Արցախում լուրջ են ասում։ Բա ինչի չեն ասում, որ գիտեք, ես սահմանափակում ունեմ խոսել մի մարդու մասին, ով հիմա Բաքվի բանտում է, անկախ իմ քաղաքական տարաձայնություններից Արայիկ Հարությունյանի, ես ճիշտ չեմ համարում իր հետ կապված որևէ բաներ ասել, բայց այս մեկը ուղղակի չեմ կարող ասել։ Դա առաջին անգամը չի եղել, որ պարոն Հարությունյանը հրաժարական է տվել այդ ժամանակահատվածում։ Եվ այն խիզախ հայրենասեր պատասխանատու գործիչները, որոնք ստանձնել են այդ ժամանակ Արցախի կառավարումը, պարզապես այլընտրանք չունեին, որովհետև արդեն որ երրորդ անգամ այդ պահին Արցախի իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչը ցանկանում էր հրաժարական տալ։ Սրա մասին ախր շատ խոսվել է, ես որևէ մեծ բացահայտում չեմ անում, բայց ոնց որ սա մոռացվել է։ Ուստի ես լուրջ չեմ կարողանում հասկանալ, ինչքան կարելի է լկտի սուտ ասել։ Ձեր իշխանության եւ ձեր աշխատանքի արդյունքում դա եղել, ավելի ճիշտ չաշխատանքի։ Ես նաեւ լսում էի մինչև ինձ եղած ԿՊ-ական ներկայացուցիչների ասածները, օգտվելով հնարավորությունից, որ հասցնենք, նաեւ դրանք մեկնաբանում։ Նախ ԿՊ-ականներից մեկը մի քանի անգամ շեշտեց ուժեղ հանրապետական, ճիշտ արեց։ Հանրապետականը եղել է ուժեղ, կա ուժեղ եւ լինելու է ուժեղ։ Շատ լավ է, որ վերջապես դա իրանք հասկացել են։ Դա մեկ։ Երկրորդ, իրանք ինչ որ փորձում էին ներկայացնել, որ Ադրբեջանի եւ իրանց միջև որևէ պայմանավորվածություն բացի այդ թղթերի վրա գրվածներից չկա, մի կողմ թողնենք թղթերի բովանդակությունը, երաշխիքները եւ այլն եւ այլն եւ այլն։ Փաստացի 2 օր առաջ, եթե չեմ սխալվում ձեր հարցն էր, 2 օր առաջ Ադրբեջանի ներկայացուցիչը ասել է, որ նախապայման է ստորագրման սահմանադրության փոփոխությունը։ Այդ թղթի մեջ սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչ մի բառ չկա։ Ստացվեց, որ այդ թղթի մեջ ամեն ինչ չի գրած։ Իսկ որտեղ են երաշխիքները, որ մի ամիս հետո էլ Ադրբեջանից որևէ մեկը չի ասի, բայց մենք էլ նախապայման կար։ Ձեզ խաբել են, ձեզ չեն ասել։ Այս ակնհայտ բաներ է, փաստացի ասում են Ադրբեջանի հետ ուրիշ պայմանավորվածություն չկա, քան թղթի վրա գրածները, ու 2 օր առաջ դրա խիստ հակադարձ բանն է ասվել։ Բայց ինչ պայմանավորվածություններ կան, որ մենք չգիտենք։ Ու գիտեք, ես չափից շատ եմ հարգում մեր քաղաքացիներին, որպեսզի կոնսպիրոլոգիայի դավադրապաշտությունների մեջ մտնեն, բայց ես միշտ նույն օրինակն եմ բերում։ 2018 թվականին Փաշինյանը խնդրել է Ալիևին նվազեցնել սահմանային լարումը, որովհետև ինքը պիտի ուժեղ հանրապետականների հարցերը փորձեր լուծել։ Սա ինքն էլ է ասել, Ալիևն էլ է ասել եւ այլն։ Ես չեմ մտնում լիֆտ, Դուշանբե եւ այլն։ Նեղություն։ Բացարձակ։ Պարզ հարց եմ տալի։ 18 թվական Փաշինյան-Ալիև հանդիպում, առաջին հանդիպումներից մեկը։ Փաշինյանը խնդրում է նվազեցնել սահմանային լարումը։ Էլի Փառք Աստծո հայ զինվորի կյանք է փրկվել։ Մի կողմ դա դնենք։ Բայց ես ուրիշ հարց եմ տալիս։ Ինչի դիմաց է դրան համաձայնվել Ալիևը։ Ընդ որում ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ես այդ հարցը տալիս եմ ակնկալելով, որ այդ նույն հարցը տալու են մեր հայրենակիցները։ Ակնհայտ է, չէ, որ սիրուն աչքերի, գլխարկի եւ այլնի համար չի եղել։ Ակնհայտ է, չէ, որ դիմացը ինչ որ խոստում է տրվել։ Իսկ քանի տենց խոստումներ կան, որ մենք դեռ չգիտենք։ Այս է իրականությունը հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Շնորհակալ եմ։